Տիրոջ անունը փառավոր եղբայրներ քույրեր, Աստված բոլորիս օժնի։ Անցած շաբաթ այսինքն Կիրակի օրը մենք տոնեցինք ամենակալ Տեր Հիսուս Քրիստոսի հարության տոնը, զատկի տոնը։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, Տեր Հիսուս Քրիստոս հարությունից հետո հայտնվեցավ իրեն աշակերտներին, առաքյալներին։ Եվ մեկ միտք փոխանցեց, որ գրված է Մատթեոս ավետարանի մեջ 28-րդ գլխի 20 համարում հետևյալը, որ ես մինչև աշխարհի վերջ ձեզ հետ եմ։ Իրեն անունը փառավորը։ Որոք այսօր սրտից տրված է խոսել հետևյալի մասին։ Մենք միշտ սիրում ենք լսել Քրիստոսի սիրո մասին, փրկagorցության մասին, ներման մասին։ Բայց շատ անգամ մենք չենք խոսում այս համարների վրայով։ Առաջի համարը, որ պիտի կարդամ, գրված է Սուրբ Գրքի մեջ Փեսոյի մարգարության վերջի գլխում 24-ի 19 համարի մեջ նայեք ինչ է ասում ամենակալ Աստված Հեսուի միջոցով ժողովրդին։ Դուք չեք կարող Եհովային պաշտել, որովհետև նա Սուրբ Աստված է, նա նախանձոտ Աստված է, ձեր հանցանքները ու մեղքերը չի ներել։ Կարծես թե շատ խիստ է, եւ երկրորդ համարը, որ պիտի կարդամ, Նահեմի մարգարության մեջ է գրված, ուշադրություն դարձեք ինչ ասում Տիրոջ խոսքը։ Նահումի միջոցով։ Նահեմի մարգարություն առաջի գլուխ, երկրորդ համար։ Նախանձոտ եւ վրեժխնդիր Աստված է Տերը։ Վրեժխնդիր է Տեր ու պարկության Տեր։ Վրեժ առնող է Տեր իր ոսողների, պարկություն պահող իր թշնամիների Տեր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Ուղղակի այսօր ուզում եմ, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնել եւ զգուշանալ։ Տարիներ առաջ հիշում եմ, մի հատ անձնավորություն իր տղային էր ուզում ամուսնացնել, մոտեցավ, ասեց, մի որ իմ տղային դրսից մեկի հետ ամուսնացնեմ, ինչ խնդիր պիտի լինի։ Ասես պիտի ընդհանրենք բարևից զրկեք, մեկ տարի հետո պիտի արձակեք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք սա տեսնենք։ Լինում է պարակա, որ մենք գիտակցաբար մեղանչում ենք, խորում, մտածում ենք հետևյալ կերպ, որ Աստված սեր է։ Բայց ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ հիշեցնում է, որ Աստված նախանձոտ եւ վրեժխնդիր Աստված է։ Եվ երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստված միշտ իր խոսքի հետևում է կանգնած եղել, երբեք իր խոսքը ներքև չինք է։ Եվ այսօր կուզեի, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք մեր ապրած կյանքին։ Հետագայում այդ ընտանիքը քանդվեց, մեծ խնդիրներ առաջ կանգնեց եւ Աստծուց ընդհանրապես հեռացան։ Աստված ողորմություն անի, որ հետ դառնան եւ ընդունեն ամենակալ Տիրոջը։ Խոսքից հիմքը նա չէ, որից է մեկին վախեցնել, այլ խոսքից հիմքը հետեւյալն է, որ մենք զգուշություն անենք։ Երբ որ ասում ենք Աստված նախանցախնդիր Աստված է, ինչ ենք հասկանում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Երբ է ի հայտ գալիս Աստծո նախանցը։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ուշադրություն դարձեք Եսայի մարգարության 42-ի 8 համարից կարդում եմ ինձ եւ քեզ համար հետեւյալը։ Ինչ է ասում Եսային. Ես եմ Յովան, սա իմ անունը, եւ ես իմ պատիվը ուրիշին չեմ տա, եւ ոչ իմ փառքը կուռքերին։ Աստծո նախանցը սկսվում է այստեղից։ Երբ որ Աստծո փառքը կամ Աստծո պատիվը մենք տալիս ենք ուրիշներին։ Սա համար քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի ես եւ դու կարողանանք լուրջ ուշադրություն դարձնենք մեր կյանքին։ Երբ որ մենք նայում ենք այսօր մեր կյանքի մեջ ավելի առաջնային բաներ կան, ուղղակի նախապես անցնում եմ առաջ հիշեցնելով մեկ դրվագ, մենք շատ անգամ խոսում ենք 10 կույսերի մասին, մի հարցը հետևյալն է, ինչի համար 5-ը ունեին ավելնորդ յուղերը, 5-ը չունեին, որն էր պատճառը։ Կամ երբ որ մենք նայում ենք հարսանիքի հրավերքը, ամենակալ Աստված մարդկանց անուն առ անուն հրավիրել էր հարսանիքի։ Բայց երբ որ եկավ ժամանակահատվածը եւ մարդիկ ուղարկեց եւ ասեք, որ հարսանիքը մսացուն արդեն պատրաստ է, ձեզ ենք սպասում,
գրված է մեկը ասեց, ես եմ արը, մյուսը ասեց, կին եմ արը, մյուսը ասեց, արդ եմ արը։ Առաջնայինը իրենց համար Աստված չէր։ Երբ որ մենք նայում ենք այսօրվա դրությամբ, ինձ եւ քեզ համար առաջնայինը Տերն է թե չէ։ Դավիթ իր սաղմոսների մեջ հետևյալն էր ասում, որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա իմ մտածմունքն է։ Այսօր իմ եւ քո մտածմունքը ինչ է։ Ուշադրություն դարձեք, ամենաիմաստուն անձնավորությունը, որ նրանից առաջ եւ նրանից հետո չի ծնվել, խոսքը Սողոմոնի մասին է։ Եվ կարդում եմ Սողոմոնի խոսքերը երկրոցի մեջ, գրված է, որ Տիրոջ ձեռքն էր, դուռը թակում էր, բայց Սողոմոնը չբացեց։ Բայց երբ որ բացեց, գրված է, որ Տերը անցե գնացել էր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մենք ունենք հետևյալ մտածելակերպը. Աստված ողորմած է, Աստված բարեկույթ է, այո եւ ամեն, բայց Աստված նաեւ նախանցախնդիր է։ Ինչ եք մտածում։ Ասը խոսքը պիտի կատարվի թե չէ։ Այսօր շատ անձնավորություններ խորը մտածում են հետևյալը. ժամանակահատված կա։ Ոչ սիրելիս, այսօր է փրկության օրը։ Եվ Աստված ուզում է, որ ես եւ դու այսօր լուրջ ապաշխարենք, խորենք մտածենք այս մասին։ Եվ այսօր, երբ որ մենք նայում ենք Աստծո նախանձը սկսվում է այստեղից, երբ որ իրեն փառքը տրվում է մեկ ուրիշին։ Շատ անգամ մենք քարոզել ենք Աբրահամի մասին, որ Իսահակ հանեց զոհասեղան։ Առաջինը Իսահակի այդ զոհաբերությամբ ու նպատակ հետևյալ էր, որ ամենակալ Աստված կամեցավ Աբրահամով փաստել ամեն մեկից, որ ամեն մեկ անձնավորություն պիտի փորձվի։ Հիշում եք, Ծննդոց 22-ը այսպես էր սկսվում, առաջի համարը։ Եվ այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին։ Ցույց տվեց Աբրահամի հավատքը։ Բայց երկրորդ միտքը շատ անգամ եղբայրները խոսե ասել են, ինչի համար Իսահակը ելավ զոհասեղան, որովհետև Իսահակը Աբրահամի սրտի մեջ բարձրացել էր։ Աստված իր փառքը մեկ ուրիշին չի տա։ Երբ որ մենք կարդում ենք Ղուկաս ավետարան 14-րդ գլուխ, ուշադրություն դարձեք աշակերտության կինը որն է։ 14-26 համարից եմ կարդում։ Եթե մեկը ինձ մոտ կա, չատե իր հորը, մորը, կնոջը, որդիներին, եղբայրներին, քույրերին, հենց իր անձն է, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ով որ իր խաչը վեր չի առնում, իմ ետևից կա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Այստեղ միտքը նա չէ, որ հորդ մորդ կամ երեխայիդ կնոջը տատես, այլ բուն միտքը հետևյալն է, որ առաջի տեղում պիտի լինի Աստված։ Այսօր Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք նայում ենք շատերի կյանքի մեջ, առաջինը Տերը չէ։ Իմ քո սիրտը եթե բացեն այսօր եւ հնարավորություն լինի, այսօր դու կտեսնենք, որ մեր սրտի մեջ առաջինը Աստված չէ։ Մեր մարմնավոր վիճակները, մեր խնդիրները, մեր ընտանիքը, մեր զավակները, քուրեր չան, եղբայրներ չան։ Աստծո խոսքը երբեք մարդուն չի մղում հետևյալ վիճակին, որ մարդը մեկին ատի։ Եթե այսօր դու քո ընտանիքին չես նայում, անհավատից վատն ես։ Ինչ մի Աստծո խոսքը հակասում է, ոչ սիրելիս, ամենակալ Աստված այսօր ուզում է ասել ինձ եւ քեզ, որ առաջնայինը պիտի լինի ինքը։ Ինչու համար։ Որն է պատճառը։ Հարցս ուղիղ է մեզ ամեն մեկից։ Մեզ ով կարող է կյանք տալ։ Գնացեք ծերանոց, նայեք մարդիկ, որոնք որ ժամանակի ընթացքում իրենց զավակներին իրենց կարողությունից ավելի նայել են, ամեն բան արել են։ Հիմա հարց եմ տալիս, ինչ է իրենց վերջնակետը։ Եղբայրներ, քույրեր, ես ինչու համար այսօր պիտի իմ սրտի մեջ առաջին ունենամ Տիրոջը, որն է պատճառը։ Այսօր քո զավակը քեզ համար չի մեռնի, գիտես։ Երբեք քեզ համար իր կյանքը չի տա։ Հնարավոր է ամեն բան անի։ Դուք որպես ծնողներ մի հատ հարց եմ ուզում տալ։ Ձեզ համար քո ծնողն է թանկ եղել թե քո երեխան։ Իհարկե երեխան։ Բայց քուրեր ջան, եղբայրներ ջան, կարող ենք մենք իրոք սա այնպես ընդունել, ինչպես որ Աստված ցույց տվեց, որ Աստված մեզ իշքան է սիրում, որ իր որդին
զոհես, որ ես եւ դու կյանք ունենանք, եւ անել հավիտենական։ Իշքան անգամ Աստված մեր սխալները, թերությունները ծածկել է։ Չի դատապարտել մեզ մեր հանցանքների համար։ Ես միշտ մտածում եմ Անանիայի Սապիրայի վրայով։ Այդ անձնավորությունները ինչ էին արել։ Գողություն են արել, մարդ էին սպանել, չգիտեմ ինչեր են արել։ Իրենց ունեցվածներ։ Ընդամենը մեկ ստի պատճառով ամուսինները մեռան։ Բայց Աստված իշքան ողորմած է ինձ եւ քեզ հետ, որ մեզ չի դատապարտում մեր հանցանքների համար, մեր սխալների համար։ Եթե այսօր Աստված ինձ եւ քեզ մեր մեղքերի համար դատապարտե, կարծեմ թե մենք կեսօր էլ չենք կարող ապրել։ Բայց Աստված մեզ տվել է հավիտենական կյանք։ Եվ այսօր Աստված ընդամենը մեկ բան է ուզում, որ իրեն փառքը միայն տրվի իրեն։ Երբ որ մենք կարդում ենք Հռոմեացիս թղթերի մեջ առաջի գլխում, ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Ուշադրություն դարձրեք, ամենակալ Աստված ինչ է ուզում ինձ եւ քեզ սովորեցնել։ Հռոմեացիս առաջի գլուխ 24 համարի մեջ գրված է. որովհետև Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան։ Աստծուն ճանաչելով Աստծուն Աստծո պես չփառավորեցին։ Այսօր ամեն մեկ անձնարություն փառք է տալիս Տիրոջը, չկա անձնարություն, որ Տիրոջը փառք չտա։ Բայց հարցս հետևյալն է. Աստծուն վայել փառք է սա։ Ուղղակի կոպիտ համեմատական եմ ուզում անել, պատկերացրեք, մեկի ծնունդն է, եւ գնում ես ծաղկանոցից, վերցնում ես ամենաթորոմած, ամենաէժան ծաղիկները, տանում ես իրեն։ Բայց այդ անձնարությունը քեզ հսկայական լավ բաներ արել, հարց եմ տալիս, այդ թորոմած ծաղիկը վայել է։ Այսօր մենք այդ ձևի փառք ենք տալիս Տիրոջը։ Աստծուն պետք է լավագույնը։ Եվ Աստված ուզում է, որ իմ եւ քո սրտի մեջ առաջինը լինի ինքը։ Երբ որ մենք կարդում ենք Ղուկաս ավետարանի մեջ, հիշում եք 14-րդ գլուխ 26-27 համարները։ Խոսքը ամենակալ Աստված այսօր բերում է մեզ հենց այդ վիճակին։ Այս անձնավորությունը, եղբայրներ քույրեր, կարդամ Ղուկաս ավետարան 14-րդ գլուխ 26-ից 27 համարներ։ Ինչ ասում Տիրոջ խոսքը։ Մի մարդ մեծ ընթրիք արավ, շատերին հրավիրեց։ Եվ ընթրիքի ժամանակին իր ծառան ուղարկեց, որ հրավիրվածներին ասե, եկեք, որովհետև արդեն ամենը պատրաստ է։ Եվ ամենքին սկսեցին մեկ-մեկ ետ քաշվել, առաջին ասաց, ակարակ եմ առը պետք է գնամ նրան տեսնեմ, աղաչում եմ քեզ ինձ հրաժարական համարես։ Մյուսը ասեց, 5 լուծ ես եմ առը, մյուսը ասեց կին եմ առը։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, սրանք ինչ, անհավատներ էին։ Ուղղակի ինքդ պատկերացրա քո սրտի սիրեցյալի հարսանիքն է։ Ինչ գործել, որ ունենաս, ենքոմ չես գցե։ Ուրեմն այս մարդկանց համար առաջնայինը Աստված չէր։ Երբ որ մենք Մատթեոս ավետարան 25-րդ գլուխ խոսում ենք սերմնացանի ներողություն, յուղի կույսերի առակի մասին, այն 5-ի համար առաջնայինը յուղը չէր։ Հարց հետևյալն է, իրենք յուղ կարող էին ունենալ, այո եւ ամեն։ Բայց ինչի չունեցան, որն էր պատճառը, իրենք ուրիշ գործեր ունեին ավելի կարևորակույն։ Երբ որ ուզեցին յուղ ունեցողներից, ինչ ասեցին, գնացեք ծախողներից առեք։ Այսինքն հնարավորություն կար յուղը ունենալու։ Ինչի համար այսօր ես եւ դու այդ յուղը չենք հավաքում, որն է պատճառը։ Այսօր յուղը չէ, մեր կյանքի մեջ առաջնային։ Այսօր ես կարող եմ կամ եկեղեցի, կարող եմ աղոթեմ, բայց հետաքրքիր է։ Ուշադրություն դարձեք, կարդում եմ նույն Ղուկաս ավետարան 15-րդ գլխի մեջ անառակ որդու մեծ եղբոր կերպարի վրայով, որն էր իրեն սրտի ուրախությունը, ապրել երկար տարի հոր տան մեջ, հոր խոսքից երբեք դուրս չկար, բայց իրեն սրտի ուրախությունը հայրը չէր։ Երբ որ անառակ որդին եկել էր, ներս չեկավ, եւ ինչ ասաց իրեն հորը, ահա այսքան տարի է, որ քեզ ծառայում եմ, քո պատվերից երբեք դուրս չեմ եկել, բայց ինձ երբեք մի ուլ չտվիր, որ իմ բարեկամների հետ
ուրախ լինեմ։ Այսինքն այս անձնավորության համար առաջնայինը բարեկամներն էր եւ ոչ թե Աստված։ Իսկ Աստված նախանցախնդիր Աստված է, իրեն փառքը որից է մեկին չի տա։ Եվ այսօր Աստված ողորմություն անի մեզ ամեն մեկից, որ մեր սրտի մեջ որից է մեկը չդառնա մեր կյանքի ուրախությունը, բացի Աստծուց։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստված իրեն փառքը երբեք մեկին չի տվել։ Եվ երբ որ մենք նայում ենք շատ անգամ նախանցի տակ մտածում ենք մարդկայինի նախանցի վրայով։ Հայերենի մեջ նախանցը հոյակապ կերպով է ձևակերպում, նախ անց, այսինքն առաջինը քո եսը։ Ուշադրություն դարձեք, կարդում եմ Առակաց գրքի մեջ, սա մարդկային նախանցն է եւ ոչ թե աստվածայինը։ Առակաց գրքում ամենակալ ասող խոսքը հետեւյալն է, ինձ եւ քեզ սովորեցնում։ 27-ի 3-րդ համարից գրված է, մինչեւ 5-րդ համարը։ Այսինքն 3-4 համարները ծանր է քարը, բերուն է ավազը։ Հիմարի բարգությունը երկուսից էլ ծանր է։ Բարգություն անկուտ եւ ցասումով հեղեղասատ է, բայց ով կարող է կանգնել նախանցի առաջին։ Այսօր մարդկային նախանցը ինչ է։ Դե ինչի է տանում։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր նախանձարության գործի բուն նպատակը մեկն է։ Մարդ մեղք այդ վիճակը խզել։ Այսօր նախանցը մեկն է, որ իրեն ստեղծագործությունը հակառակորդը չհափշտակի։ Այսօր նախանձի բուն հիմքը հետևյալն է, որ իր ստեղծագործությունը իր հետ լինի եւ ապրի հավիտենական կյանքով։ Իսկ մարդկային նախանցը ինչ է։ Երբ որ մեկին նախանցում ես, խնդրեմ եղավ, կուրախանաս թե կտխրես։ Վստահ եմ կուրախանաս։ Եվ երբ որ մենք կարդում ենք Հռոմեացիս 8-րդ գլխի մեջ ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ 2-3 համարներն ինչ ասում, որն էր Քրիստոսի գալիսյան ու նպատակը չարչարվելու, խաչվելու եւ հարություն առնելու ու նպատակը։ Գրված է. որովհետեւ կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի եւ մահվան օրենքից, որտեւ այն որ անկարել էր օրենքին, որ տկար էր մարմնի պատճառով, Աստված իր որդին ուղարկելով մեղքի մարմնությունով, մեղքի համար մեղքին դատապարտեց այն մարմնումը։ Սա էր այսօր նախանձի բուն նպատակը, որդին ուղարկես, որպեսզի մեղքը դատապարտվի։ Բայց այսօր քուրեր ջան, եղբայրներ ջան, մենք մեկ ուրիշ ձևով ենք նայում, քուրեր ջան, եղբայրներ ջան, խնդրանքս է, որ այսօր մենք կարողանանք սա գիտակցել։ Եվ երբ որ մենք կարդում ենք առաջի Կորինթացիս 2-րդ գլուխ 2-րդ համարի մեջ Պողոս առաքյալը հետևյալն է հորդորում եւ ասում ինձ եւ քեզ գրված է որովհետեւ միտքս չեմ տրած մեկ ուրիշ բան գիտնալ ձեր մեջ բայց միայն Հիսուս Քրիստոս է եւ այն էլ խաչվածին։ Ինչի համար խաչալ Քրիստոս։ Այսօր ամբողջ ծրագրի հիմքում ընկած էր մեկ բան, մեր մեջ այդ կյանքը ձևակերպեր։ Ես շատ անգամ մտածել եմ, երկու ավազակ Քրիստոսի հետ խաչվել են։ Ինչի հետևանք էր, որ այն ավազակը ընդունեց Քրիստոսին։ Ինչ արեց խաչի վրա Քրիստոս։ Այդ մարդուն բժշկեց, սրտի ուզածը տվեց չէ։ Սկզբից երկուսն է անակում էին Տիրոջը։ Բայց այդ մեկը երևի ուշ-ուշով լսեց Քրիստոսի խոսքերը։ Երբ որ խաչի վրա ասում էր հայր ների անկիտությամբ կենեն։ Սա ամենամեծ կյանքն է։ Եվ ինչու համար Պողոս առաքյալն ասում է ձեր մեջ չեմ ուզում տեսնել մեկ ուրիշ բան։ Թող հարության Քրիստոսն էր հաղթանակած, ոչ, այլ խաչյալ Քրիստոս։ Ասել ծրագիրը սա էր, որ քո մեջ ձևակերպել ես կյանքը։ Որ քեզ խաչողների համար կարողանաս աղոտ կանել։ Չուրախանաս իրենց ընկնելով կամ խնդիրներով։ Եղբայրներ քույրեր, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Հռոմեացիս թղթում մենք շատ անգամ այս միտքը ասում ենք Պողոսի վրայով եւ նաեւ վերագրելով մեզ, որ մենք Քրիստոսի հետ խաչվեցինք։ Մի հարց հետեւյալն է. մենք խաչված ենք թե չէ։ Նպատակը սա։
Եվ ասը նախանձավորություն է, որ ես եւ դու խաչվենք։ Երբ որ մենք կարդացինք աշակերտի կնի վրայով, ինչ էր ասում Ղուկաս ավետարանում ամենակալ ասված։ Գրված է. Եվ ով որի խաչը վեր չառնիմ ետևից չկա, նա կարող չէ իմ աշակերտը լինել։ Մենք շատ անգամ խաչ հասկանում ենք նեղություն, հալածանք, տառապանք, էտել է խաչ։ Բայց այստեղ Տիրոջ խոսքը հետևյալն է. ով որ հոժարակամ չընդունի մա, համաձայնվի մեռնելու։ Պողոս առաքյալը սա էր ասում. ես ամեն օր կմեռնեմ։ Այսօր մեզ պետք է լույս մտածել այս մասը։ Եվ երբ որ մենք նայում ենք մեր կյանքի մեջ, քուրեր չան, եղբայրներ չան։ Այսօր շատ բաներ կան առաջնային են։ Դավիթը 122-րդ Սաղմոսի մեջ հետևյալ տողերն էր ասում. ես ուրախ եղա, երբ որ ինձ ասեցին, թե Տիրոջ տունն էր տան։ Հարցը ինձ եւ քեզ է ուղղված։ Մեզ համար ամենաառաջնայինը Տիրոջ տունն է, թե չէ։ Եբրայեցիս 10-րդ գլխի մեջ Տերը ինձ եւ քեզ հորդորում է ասելով հետևյալը. Կարդամ 23-ից մինչև 25 համարները։ Պինդ բռնեք, հույսի տաբանություն անսայտակ, որ հավատարիմ է խոստացողը, եւ զգուշանանք իրար հանդեպ դեպի սերը, բարի գործեր կրկրելով, եւ չթողնենք մեր իրար հետ ժողվելը, ինչպես ոմանց սովորությունն է, բայց իրար հորդորենք եւ այնքան ավելի, որքան որ տեսնում ենք օրը մոտեցած։ Այսօր իշքան մարդիկ կան անհարգելի բացակային, որն է պատճառը։ Երկրորդ օրինաց 30-րդ գլխի մեջ ամենակալ ասված ինձ եւ քեզ մեկ միտք է տալիս։ Եվ կուզեի, որպես այսօր լույս նայենք, եղել է մեր կյանքի մեջ, մենք էլ ենք այսպես վարվել։ Բայց Աստված չի ուզում, որ իրեն այրանկինը այդպես վարվի։ Աստված նախանցախնդիր է։ Երկրորդ օրինաց 30-րդ գլխի մեջ ինչ ասում Տիրոջ խոսքը, ինձ եւ քեզ։ Գրված է այսօր 10-ին համար։ Երկինք եւ երկիր վկային կանչում ձեր վրա, որ կյանք եւ մահ, օրհնություն եւ անետ ձեր առաջ տերի, որ կյանքը ընտրեք դուք եւ քո սերունդը։ Այսօր ամեն մեկիս համար ընտրություն կա։ Այսօր ես եւ դու ունենք ընտրություն, ընտրելու կյանքը եւ ընտրելու այս աշխարհը։ Եղբայրներ, քույրեր, կես-կես չի լինում, գիտեք, եւ նաեւ չի լինում երկուսին համատեղը։ Աստված տարասեր բնույթ չի սիրում։ Աստված ուզում է, որ ես եւ դու այսօր կարողանանք սա տեսնել եւ հասկանալ։ Կամ ասում պիտի սիրես, կամ պիտի չսիրես։ Վերջնակետում կգամ մեկ պա, որ ասում կմերժես։ Հիշում եք Սուրբ Գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք ամենակալ ասը խոսքը, ինչ է ասում Հովանու ավետարանի մեջ, ինձ եւ քեզ համար։ Գրված է, որ լույսն եկավ աշխարհ։ Մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը։ Քույրս, եղբայրս, առաջին պահին ուշադրություն դարձեք, չի գրված, որ ատեցին։ Մարդիկ խավարն ավելի սիրեցին։ Լինում է պարակա, որ երեխային հարցում են, պապայի դե շատ սիրում, թե մամային։ Ինչ է պատասխանում երեխան։ Մամային կամ պապային։ Հիմի հարց։ Եթե մամային է սիրում, պապային ատում է։ Չէ։ Այսօր մեր կյանքի մեջ լինում է այս խնդրը, երբ որ ես ավելի սիրում եմ կյանքը, կգա ժամանակահատված շարունակությունը։ Կարդամ լսեք։ Ինչ ասում Տիրոջ խոսքը։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ 16-րդ համարից։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին տվավ, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստծո որդին չուղարկեց աշխարհ, որ աշխարհը տատե, այլ որ աշխարհը նրանով փրկվի։ Նրան հավատացողը չի դատապարտվել, իսկ հավատացող արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծո միածին որդու անունին։ Եվ սա է դատաստանը, որ լույսն եկավ աշխարհ, մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան թե լույսը, որովհետև նրանց գործերը չար են։ Շարունակությունը, որովհետև ամեն չար գործող ատում է լույսը,
Եղբայրս, քույրս, եւ կգա ժամանակահատված, եթե այսօր քո սրտի մեջ առաջնայինը Տերը չէ, կգա ժամանակահատված, որ կատես։ Իսկ համար ինքը ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու զգոն լինենք։ Եվ այսօր նորից եմ ասում, ասը նախանձը մարդուն տանում է դեպի հավիտենություն։ Մարդկային նախանձը կորուստ։ Իսկ երբ է դատարում ասոյ նախանձը։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, հիշում եք Թվոց 25-րդ գլուխ 7-8 համարները։ Կարդամ մեր բոլորի համար, գրված է, որ Իսրայելի մեջ այդ պղծությունը տեղի ունեցավ։ Խորանի մեջ այդ պղծությունն էին անում։ Եվ գրված է, որ Փենեհեսը տեսնելով դա չկարողացավ հանդուրժել եւ երկուսին էլ նիզակով խոցեց։ Եվ այդտեղից ասո է նախանձը կանգնեց։ Այդ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, քուրեր ջան, եղբայրներ ջան, ամենակալ Աստված հիշեցնում է Ելիս 12-րդ գլուխը Զատկի տոնն էր։ Իսրայելը պիտի դուրս ելներ։ Եվ ինքը ինչ պատվիրեց, ասեց, գարը կզոհեք, գարան այրունը կքսեք ձեր տրանտիկների սեմերի վրա։ Եվ պիտի անցնեն։ Այրունը տեսավ, պիտի ապրեն։ Այսօր ամենակալ Աստված մեր վրա պիտի տեսնի Քրիստոս այրունը, այդ ժամանակ նախանձը կդատարի։ Իսկ ինչ է այրունը, այսօր շատերը խորում մտածում են, այրունը, երբ որ անձնավորությունը մասնակցում է հաղորդության, արդեն ինքը դատարած է։ Ոչ սիրելիս, Ղևտացիների թղթի մեջ, երբ որ մենք կարդում ենք, բնակրի մեջ այսպես է գրված. ամեն մարմնի կյանք իր այրան մեջ է։ Եվ երբ որ մենք կարդում ենք Կորինթոս եկեղեցու մեջ, Պողոս առաքյալի խոսքերը ուղղված է հետևյալին։ Նայեք ինչ ասում Պողոս առաքյալը ինձ եւ քեզ։ Առաջի Կորինթացիս թղթերում 10-րդ գլխում գրված հետևյալ միտքը։ 16 համար Այն օրհնության բաժակը, որ օրհնում ենք, չէ որ հաղորդությունը Քրիստոս այրունի։ Այսինքն Քրիստոս կյանքի։ Եվ այսօր ամենակալ Աստված դատարում է այդ նախանձը կամ բարկությունը մեր վրա, երբ որ մեր մեջ տեսնում է Քրիստոս կյանքը։ Այս ժամանակ է, որ այդ բարկությունը դատարում է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք տեսնել սա։ Եվ երկրորդ, երբ որ մենք նայում ենք Հեսուի գրքի մեջ, 6-րդ գլխի մեջ բազում անգամ այս մասին խոսել եմ։ Իսրայելը հաղթեց, 7-րդի մեջ պարտություն կրեց։ Եվ ամենակալ Աստված ինչ ասեց Հեսուին, կարդամ այդ տողերը։ Եվ այսօր ինքը ամենակալ Աստված ուզում է, որ ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Հեսու 7-րդ գլխի 12-րդ համարից եմ կարդում։ Եվ Իսրայելի որդիքը չեն կարող իրենց թշնամիների առաջին կանգնել։ Նրանք իրենց թշնամիների առաջին մեջ կդարձնեն, որովհետև նզովք են եղել։ Եվ այլևս ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզոված եք ձեր միջիցը բնաչին չանեք։ Միջև նզովքը չդատապարտվի, ասո է նախանձը պիտի կորցի։ Նորից եմ ասում, ասո է նախանձը մարդուն մերցնելը չէ։ Ասո է նախանձ հետևյալն է, որ իր որդու Քրիստոս այրան կինը հակառակորդի ձեռքերի մեջ չլինի։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Եվ նորից անդրադառնում եմ Առաջի Կորինթացիս 2-րդ գլխի 2-րդ համարին, որտեղ որ Պողոս առաքյալն ասում էր. ձեր մեջ չեմ ուզում տեսնել մեկ ուրիշ բան, Քրիստոս եւ այն էլ խաչվածին։ Այսօր ասել նպատակը սա, որ մեր մեջ Քրիստոս կյանքը ձևակերպի։ Ինչի համար խաչված Քրիստոս։ Երբ մենք կարդում ենք Եբրայեցիս թղթի մեջ 9-րդ գլխում գրված է. առանց այրուն թափելու թողություն չի լինում։ Այսինքն որն է խաչի զորությունը։ Հիշում եք, Պողոս առաքյալը սա էր ասում, որտեղ մարդիկ կան, այսօր խաչին մեկ ուրիշ ձև են նայում։ Կարդամ
Կորինթոս եկեղեցում գրված հետևյալ տողերը, որտեղ որ Պողոս առաքյալը խոսում է խաչի վրայով։ Ինչ է ասում մեզ ամեն մեկիս։ Առաջի Կորինթացիս 14 գլխում գրված է, որտեղ խաչի խոսքը կորածների համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներս համար Աստծո զորությունը։ Եղբայրներ քույրեր, խաչը դարձավ միակ ճանապարհը դեպի հավիտենություն։ Հիշում եք 103-րդ Սաղմոսի մեջ գրված է, որքան որ բարձր է երկինքը երկրից վրա, այնքան զորավոր է նրա կուտը իրենից վախեցողների վրա, որքան որ հեռու է արևելքը արևմուտքից, այնքան հեռացրեց մեզանից մեր հանցանքները։ Խաչը երկինք երկիր կապեց, արևելքից արևմուտք հանցանքները հեռացրեց։ Եթե չլիներ խաչը, մենք անցած անգամ եղբայրները խոսել են, սա չէր լինի մեր կյանքի մեջ։ Երբ որ մենք կարդում ենք Հռոմեացիս 4:25 համարի մեջ գրված է, որ մատնվեցավ մեր հանցանքների համար եւ հարություն առավ մեզ արտարացնելու համար։ Այսինքն, եթե Քրիստոս չխաչվեր, չմեռներ եւ հարություն չառներ, մենք արտարացած չենք լինի։ Կամ շարունակության մեջ գրված է Հռոմեացիս 5-ի մեջ եմ կարդում 19 համարը, որովհետեւ դեռ ճշնամի ենք նրա որդու մահովը, մենք ամեն մեկս հաշտվեցանք եւ կապրենք նրա կյանքով։ Խաչը հանդիսացավ հաշտություն։ Եվ երբ որ մենք կարդում ենք ոչ միայն արտարացրեց, ոչ միայն հաշտեցրեց, այլ ամենակալ Աստված հիշեցնում է, որ Քրիստոս հարություն առավ, հոր աջակողմն է եւ բարեխոսություն է անում։ Այս համար է, որ Պողոս առաքյալը ինձ եւ քեզ հորդորում է Քրիստոսի խաչի վրայով ասելով, որ խաչի քարոզությունը ոմանց համար հիմարություն է, բայց մեզ փրկվածներից համար Աստծո զորությունը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, թող Աստված մեզ օգնական լինի եւ ողորմություն անի։ Նորից եմ ասում, այսօր մարդը սիրում է, որ կա լսի, որ Աստված իրեն սիրում է, Աստված ներել է բարի, բայց մենք պիտի չմոռանանք, որ նաեւ Աստված նախանցոտ Աստված է։ Երբեք իր փառքը մեկ ուրիշին չի տա։ Թող Տիրոջ անունը փառավորվի։